Սիրելի ժողովուրդ, մոտենում է այն ճակատագրական պահը, երբ դուք պետք է որոշում կայացնեք ընտրությունների ժամանակ, որի հետևանքով բառից բուն իմաստով կորոշվի Հայաստանի նոր ուղղությունը։ Ինչպես անենք, որ Հայաստանը խաղաղություն հաստատի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, բայց պահպանի իր ինքնիշխանությունը։ Ինչպես անենք, որ Հայաստանը չդառնա կռվադաշտ ռուս, եվրոպական եւ ամերիկա-իրանական պատերազմների համար։ Ինչ անենք, որ հաղթահարենք Հայաստանի ցամաքային մեկուսացվածությունը։ Սրանք բոլորը հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում։ Բայց մեր քաղաքական ուժերը զբաղված են նրանով, որ հեքիաթներ են պատմում, առաջարկում են լավ կյանքի խոստումներ եւ ըստ էության զբաղված են պատրանքի վաճառքով։ Իրավիճակը նույնն էր եւ 2017 թվականին, երբ կար ընդամենը մեկ ուղի դեպի խաղաղություն, արժանապատվություն եւ Հայաստանի ու Արցախի ծաղկում, բայց բոլոր քաղաքական ուժերը Հայաստանում հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը արդեն լուծված է, ժողովուրդը արդեն լուծել է Ղարաբաղի հարցը եւ մենք ունեցանք այն աղետալի հետևանքները այդ համարյա համազգային կոնսենսուսից։ Բայց այդ ժամանակ կար մի ուժ, Հայ ազգային կոնգրեսը, որը առաջարկում էր ճիշտ ճանապարհը եւ եթե մենք ընթանայինք այդ ճանապարհով, դա կլիներ Հայաստանի եւ Արցախի համար լավագույն ռազմավարական լուծումը։ Վերջ, բավական է, որ մենք լսենք խաբեբաներին, ծաղրացուներին, ամբոխավարներին։ Ժամանակն է, որ լսենք նրանց, ովքեր Հայաստանի համար բերում են ռազմավարական լուծումներ։ Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է խելամիտ ուղի դեպի ինքնիշխան խաղաղություն, մեր ամբողջ քաղաքական, տնտեսական եւ հանրային համակարգի առողջացում։ Կատարիր քո դիպուկ ընտրությունը։